Աստծուց տրված պարգև է դրախտը տեսնել մեր կենդանության օրոք։ Դրախտն իր դռները բացում է գարնանը։ Գարնանը բացում է նաև մեր սրտի և սիրո դռները։ Եվ գիտեք ինչն է կարևոր։ Կարևորը, որ մեր հոգու խորքում միշտ արև լինի։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ և այսօր իմ տաղավարում հյուրընկալելու եմ գեղեցկուհի Լիլի Հովերին։ Լիլի ջան, համեցեք։ Բարի գալուս մեր տաղավար, շնորհավոր ձեր տոնը։ Շատ շնորհակալ եմ։ Դուք բոլորին միշտ գեղեցիկ ծաղիկ։ արևշատություն եք մաղթում եւ ես ձեզ եմ մաղթում, որ ձեր կյանքում միշտ արևներ լինեն։ Անչափ շնորհակալ եմ, փոխադարձ։ Շնորհակալ եմ։ Մաղթում եմ ձեզ նույնը։ Համեցեք, զբաղեցրեք ձեր տեղը եւ մենք սկսենք մեր այսօրվա զրույցը։ Լիլի, մենք այսօր անցնելու ենք ձեր կյանքի բոլոր ճանապարհներով։ Փոքրիկ կանգառներ ենք վերցնելու այն խաչմերուկներում, որտեղ որ դուք կանգնել եք, խորհել եք եւ գնացել եք առաջ։ Սկսենք ձեր կյանքի պատմությունը ամենասկզբից, որտեղ եք ծնվել եւ ովքեր են ձեր ծնողները։ Ես երևանցի եմ, ծնվել եմ Հայաստանում, մայրաքաղաքում, շատ սիրում եմ իմ քաղաքը, ծնողներս, հայրս շին նախագծերի հեղինակ է, մայրս դաշնակահար է, երաժիշտ, եւ ապրում եմ երաժշտական ընտանիքում, կարելի է ասել, տատս լեզվաբան էր, մյուս տատս բժշկուհի։ Խառը մասնագիտություններ կան ընտանիքում, բայց գերակշռում է երաժշտությունը, ով էլ երաժիշտ չէ, շատ սիրում են երաժշտությունը եւ գնահատում են, այո։ Ասում են, եթե հոգուտ խորքում կա երաժշտություն, այո, ուրեմն նշանակում է կա նաև ներդաշնակություն։ Ես միշտ զարմանում եմ, որ մարդիկ չեն լսում երաժշտություն։ Այո։ Լիլի, բոլորին հետաքրքրում է Հովեր։ Այո։ Դա հենց ձեր ազգանունն է, թե կրճատ։ Իմ ազգանվան կրճատ տարբերակն է, ես Հովանեսյան եմ, նաև հայկական արմատով հրաշալի բառ, որը նշանակում է քաղցրանուշ, ջերմ հով, քամի, այդ իմաստով կարևորը հայկական արմատ ունի եւ այն ինձ կարողացավ մեծ հաջողություն բերել։ Լիլի, դպրոցում ինչպիսի աշակերտ եք եղել։ Համեստ, խելոք, սովորող։ Այո, գերազանց չեմ սովորել դպրոցում, հարվածային եմ եղել, բայց արդեն երբ ընտրեցի իմ մասնագիտությունները, այ մասնագիտությունների իմաստով ավելի համառ էի եւ բոլոր մասնագիտություններս կարմիր դիպլոմով եմ ավարտել, ստացել։ Իսկ ինչ մասնագիտական կրթություն ունեք։ Առաջին մասնագիտությունս հաղորդավար է, սովորել եմ երգի թատրոնի դպրոց-ստուդիայում, առաջին սերունդից եմ եղել, հետո ուսում եմ ստացել Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում որպես դոկումենտալ ֆիլմերի ռեժիսոր։ Դրանից հետո մարքեթինգ եմ ուսումնասիրել Երևանի պետական համալսարանում։ Բրավո, բրավո։ Լիլի, կանացի երջանկության գաղտնիքը որտեղ է թաքնված։ Սիրո մեջ։ Բոլոր տեսակի երջանկությունների մեջ գաղտնիքը սերն է։ Պետք է սիրել անձնվիրաբար եւ չզղջալ դրա համար։ Ճիշտ է։ Ինչ կլիներ մեր կյանքում, եթե սերը պակասեր կամ սեր չլիներ։ Շատ անհետաքրքիր կլիներ կյանքը։ Սիրո մեջ է, բոլոր հարցերի պատասխանները սիրո մեջ են, լուծումները։ Եթե սեր չկա, ամեն ինչ անիմաստ է դառնում։ Ճիշտ է։ Շարունակաբար պետք է սեր տալ ու ստանալ։ Որն է ձեր սիրո եղանակը։ Իմ սիրո եղանակը երևի գարունն է։ Առաջ կասեի ամառն է, բայց ես սիրում եմ ծաղկունքը, հիմա ավելի շատ, եւ գարնանը շնչառությունդ բացվում է։ Դու քեզ ավելի լավ ես զգում եւ սիրահարվելու հավանականությունն է մեծ։ Այո, մեծանում է, անկեղծ։ Եվ բոլորը կարծես գեղեցկանում են, հանում են վերարկուները, ծանր հագուստը, գարունը իր հետ սեր է բերում։ Համամիտ եմ ձեզ հետ, որովհետև իրականում երբ որ արևի շողերն արդեն նկատելի են լինում, մի տեսակ տրամադրությունը փոխվում է։ Այո, վերջերս վիճակագրություն կար եւ ես այդ մասին խոսեցի եթերում, իմ եղանակային բլոկում։ Դա այն մասին էր, որ կա երջանիկ լինելու եղանակ։ Եվ ամենադեպրեսիվը ձմեռն էր, մյուս բոլոր 3 եղանակները շատ հարմար են երջանիկ լինելու համար։ Ձմռանից բացի, հա։ Այո, ձմեռը չի համարվում երջանիկ եղանակ։ Համամիտ եմ։ Հաղթահարել ենք կարևորը։ Այո, կարծում եմ, որ բոլոր եղանակներն էլ գեղեցիկ են, եթե մենք այդ եղանակների մեջ իմաստ ենք դնում եւ փորձում ենք իմաստավորել մեր ապրած յուրաքանչյուր պահը։ Կարծում եմ, որ մեր
մենք ինքներս պետք է ստեղծենք մեր հոգու եղանակը։ Այո, էլի գալով սիրուն, Այո։ ասեմ, որ ձմեռն էլ կարելի է շատ գեղեցիկ ու երջանիկ եղանակ դարձնել, եթե դրանում կա շատ ջերմ սեր։ Մի այսպիսի հարց, ինչ եղանակ է Լիլի Հովերի սրտում այս պահին։ Բարեխառն։ Բարեխառն։ Այո։ Գարունը դեռ չի եկել։ Եկել է, ինչու՞ չի եկել։ Ես միշտ փորձում եմ սիրտը զերծ պահել տխրությունից, որքան որ ստացվում է, փորձում եմ ընկճախտի մեջ չլինել, չապրել, որովհետև դրանից շատ դժվար եմ դուրս գալիս։ Երբեմն քո կամքից անկախ լինում է այնպես, որ տխրում ես, դե դա էլ է նորմալ։ Պիտի այդ ապրումն էլ ունենաս, որպեսզի երջանկության գինը ավելի տեսնես ու գնահատես։ Լիլի, այսօր բոլորս հիանում ենք ձեր հեռուստատեսային եթերներով, ձեր հմայիչ տեսքով, ձայնով, ձայնն անգամ ձեր շատ գեղեցիկ է եւ կարծես թե հետաքրքիր նոտաներ ունի իր մեջ, որը թույլ չի տալիս, որ մենք հեռուստաէկրանից գնանք այն կողմ։ Ինչպես եղավ մուտքը ձեր հեռուստատեսություն եւ ինչպես ստացաք այն առաջարկը, որ պետք է ներկայացնեք եղանակի տեսությունը։ Ես ինքս մասնակցեցի քասթինգի։ Ֆրանսիայում ապրող ընկերուհի ունեմ, նա զանգահարեց եւ ասաց, որ քասթինգ կա, փնտրում են եղանակի տեսության համար մեկնաբանի, իսկ ես այդ ժամանակ արդեն աշխատում էի ռադիոյում, հեռուստատեսային փորձել ունեի եւ որոշեցի փորձել։ Զանգահարեցի, մասնակցեցի, ինչպես բոլորը, այդ քասթինգին եւ ինձ ընտրեցին։ Սա էր հաջողության բանալին, որ ես չմտածեցի, որ դե ես արդեն ոլորտում եմ, ինչու նորից քասթինգի մասնակցեմ։ Ոչ, ես գնացի այդ քայլին եւ ստացվեց։ Մայրիկի եւ հայրիկի հետ Այո։ հաճախ եք խորհրդակցում կամ նրանց կարծիքները հաճախ են հնչում։ Կարելի է ասել չեն խորհրդակցում։ Ինչու։ Որովհետեւ նրանք այնքան լայնախոհ են, որ իրենք են մեզնից կարծիք հարցնում։ Եվ կարելի է ասել, որ նույնիսկ տարիքի հետ փոխվել ենք դերերով։ Մենք ենք որոշ չափով նրանց նախատում, որ պետք է այսպես վարվել, ընտրության հարցում հուշումներ ենք անում։ Իրենք ինչ կարող էին մեզ տալ, տվել են ժամանակին, եւ ամենակարևորը ինչ տվել են ընտրության լայն հնարավորությունն է, որի համար ես շատ շնորհակալ եմ ծնողներիս։ Այո։ Որ եղանակային կանխատեսումն է, որ մեծ սիրով եք հայտնում, այսինքն արևոտ, թե անտիցիկլոնային։ Դա իմ տեսքից իմ ժպիտից էլ է երևում եթերում, որովհետև երբ անամպ անտիցիկլոնային երկինք է, ես մեծ սիրով եմ դրա մասին հայտնում։ Եվ նույնիսկ եթե ցիկլոնի ազդեցության ներքո ենք լինում, անպայման ես տեքստում շեշտում եմ, թե քանի օր է դա տևելու եւ երբ նորից կվերադառնանք այն արևոտ երկնքին։ Այո։ Թող միշտ լինեն արևներ, սելիներս, մենք շարունակում ենք մեր զրույցը այսօր իմ տաղավարում, մեր շատ սելի Լիլի Հովերն է իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ, նաեւ շքեղությամբ, նաեւ դերական լիցքերով եւ հիասքանչ ժպիտով։ Առիթից օգտվելով սրտան շնորհավորում եմ կանանց, մայրերին, քույրերին, այս գեղեցիկ տոնի առիթով։ Ուզում եմ, որ դուք մի ժպտակ լինեք երջանիկ եւ չկորցնեք ձեր կանացի երջանկությունը։ Իսկ մենք շարունակենք մեր զրույցը եւ հաջորդիվ ուզում եմ մի հետաքրքիր հարց տալ, վերջերս շատ պատահմամբ համացանցում հայտնվեց մի այսպես տեսանյութ, որտեղ Լիլի Հովերը երգում էր հարսանիքի ժամանակ։ Ով էր այն աղջիկը, ում հարսանիքին դուք հրավիրված եք եւ երգում եք։ Ինչ հետաքրքիր հարց է։ Նրա համար։ Ուրեմն ժամանակ առ ժամանակ ես փորձում եմ լինելով ամեն օր եթերում, ես փորձում եմ չձանձրացնել մարդկանց եւ վիրտուալ իմ հարթակներում հանգստություն եմ պահպանում։ Այսինքն քիչ հրապարակումներ եմ անում, ինչպես գիտեք, շատ դժվար եմ հաղորդումների հյուր գնում, որովհետեւ համարում եմ, որ քո անձի մասին այդքան շատ խոսելը անհամեստություն է։ Ավելի շատ պետք է աշխատես, քան խոսես։ Իսկ երբ աշխատում ես, էլ ժամանակ չի մնում հաղորդումների հյուրընկալելու, եւ հենց այդ շրջաններից էր, որ ես չեմ ուզում մասնակցել հաղորդումների, հարցազրույցներ չեմ տալիս, վիրտուալ հարթակներում պահպանում եմ հանգստություն, որովհետեւ անցած 2024-ին ես շատ եմ աշխատել եւ նույնիսկ գերհոգնածություն ունեի։ Եվ այդ ժամանակ հայտնվում է մի տեսանյութ ընկերուհուս հարսանիքից, որը տեղի է ունեցել հունիսին։
Եթե չեմ սխալվում։ 2024 Այո, 24 թվականին։ Եվ ինձ համար էլ իր համար էլ շատ զարմանալի էր, որ տարածվեց այդ տեսանյութը, որտեղ ես երգում էի իմ գարունս երգը։ Իմ մանկության ընկերուհին է, Մերին, եւ ես նրան շատ սիրում եմ։ Հիմա արդեն առաջնեկին է սպասում։ Այո։ Վերջին անգամ երբ եք հանդիպել Մերիին։ Մերիին հանդիպել եմ երևի 2 շաբաթ առաջ։ Լիլի, շատ ուրախ եմ, որ իրականում ձեր կյանքում կա նման ընկերուհի եւ այդքան անկեղծ է ձեր ընկերությունը եւ հիմա կարծում եմ դուք եք ուրախանաք, որովհետեւ ձեր ընկերուհին միանում է մեր զրույցին։ Մերի Գրիգորյանն է գալիս մեզ մոտ, անակնկալ իր ներկայությամբ։ Մերի ջան, համեցեք։ Սիրունս։ Բարի գալուստ մեր տաղավար։ Խնդրեմ Մերի ջան, համեցեք, զբաղեցրեք ձեր տեղը։ Դուք երկուսով եք։ Այո։ Շատ լավ է։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն դուք։ Մենք շատ լավ ենք եւ ձեզ շնորհակալ ենք, որ չեք մերժել մեր հրավերը եւ այսօր եկաք, որպեսզի ձեր ներկայությամբ եւս գեղեցկացնեք մեր զրույցը եւ անակնկալ մատուցեք ձեր սիրելի ընկերուհուն։ Ձեր ընկերությունը մանկությունից է եկել, հա։ Այո, ավելի քան 30 տարվա, որովհետև մենք ծնվել ենք նույն թաղամասում, նույն շենքում եւ մանկուց ընկերություն ենք արել մինչեւ օրս։ Իսկ երբ որ արդեն Մերին ամուսնացավ եւ գնացիք այլ շենքում ապրելու, հա։ Այո։ Ծանր չէր այդ։ Իհարկե ծանր է։ Փաստը, որ տեղափոխվում է։ Իհարկե ծանր է, բայց քանի որ ամուսինն էլ մեր լավ ընկերն է եւ վստահելի ձեռքերում է Մերին, դրա համար սիրով այս պահն էլ կհաղթահարենք։ Լիլի, իսկ ամուսնությունից հետո այդ ընկերության կապը չի թուլանում։ Չէ, Մերին կփաստի ինձ թվում է։ Ոչ, եթե ամուսինն էլ որակով մարդ է, ինչու պետք է թուլանա։ Այսինքն, եթե իրականում կա անկեղծ ընկերություն, ոչ մի բան չի կարող խալխլել, չէ՞, նրա հիմքը։ Իհարկե։ Եվ կիրթ մարդկանց հետ շատ հեշտ է այս իմաստով, Մերին եւ ամուսինը բժիշկներ են, Մերին հրաշալի նյարդաբան է։ Հանրապետությունում հայտնի Մերի Գրիգորյան եւ նրա ամուսինն էլ Շահենը, այո, պլաստիկ վիրաբույժ է եւ շատ հաճելի է շփվել լավ մարդկանց հետ, կիրթ մարդկանց հետ։ Իմ բախտը այդ իմաստով բերել է եւ Մերի եւ Շահենի եւ իմ բոլոր ընկերների, նրանք իմ հրեշտակներն են։ Մերի, իսկ դուք գիտեք ում եք սպասում առաջիկա տղաթե աղջիկ։ Աղջիկ։ Թույլ տվեք ձեզ եւս շնորհավորել այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ ուզում եմ, որ դուք մի ժպտակ եւ կյանքում երբեւե տխրելու առիթ ու պատճառ չունենաք։ Մենք ենք շնորհակալ։ Շարունակենք զրույցը։ Ինչպիսի ընկերուհի է Լիլին։ Լիլին հայտնի լինելով շատ պարտավորեցնող է իր ընկերուհին լինելը, բայց նա շատ բարի, շատ խելացի, շատ տաղանդավոր աղջիկ է բացի իմ ընկերուհին լինելուց։ Ես նրան շատ սիրում ու գնահատում եմ։ Նա իր շատ մեծ դերն ունի իմ կյանքում, որտեղ ես շատ հաճախ նրան խորհուրդներով եմ դիմում եւ նա միշտ տալիս է ինձ լավ ու բարի խորհուրդներ։ Նա շատ կիրթ է, շատ խելացի է, շատ գեղեցիկ է։ Նրան շատ սիրում եմ եւ մանկուց մենք շատ մոտ ընկերուհիներ ենք եւ ուրախ եմ, որ մինչ այժմ իրար հետ մոտ ենք ու մեր կապը պահպանվում է։ Իսկ տեսակով խոցելի է Լիլին։ Հեշտ է նրան խոցել։ Թվում է թե արտաքինից, որ նա խոցելի չէ, նա շատ ուժեղ կերպար է, բայց ամեն դեպքում նա շատ նուրբ էակ է եւ ունի իր խոցելի բնավորության կողմերը, այո։ Մերին ամեն ինչ բացահայտեց։ Իսկ այդ դժվար վիճակներում դե բոլորս էլ հայտնվում ենք, չէ, մեր կյանքում լինում են պահեր, երբ որ այնքան էլ մեր սրտով չէ, այն իրավիճակը, որի մեջ հայտնվում ենք, հեշտ է կարողանում դուրս գալ Լիլին։ Այո, իհարկե, նա շատ ուժեղ մարդ է եւ ես շատ ուրախ եմ, որ նման ուժեղ ընկերուհի ունեմ իմ կողքին։ Նա երբեք չի ընկճվում, շատ լավատես է, իսկ դա շատ կարեւոր է կյանքում։ Նա նաև ինձ էլ է ուժ տալիս, եթե պետք է լինում, եւ ես համարում եմ, որ Լիլին շատ ուժեղ մարդ է եւ նրան այդպես հեշտ չի խոցելը։
ու շատ ուրախ եմ, որ իմ կողքին նման ուժեղ ընկերուհի ունեմ։ Եթե խոցել, ապա միայն սիրո նետով, որպեսզի խելագարվենք այդ սիրո առատությունից եւ երջանկության անեզր չափից։ Կարծում եմ, որ այո, կյանքում պետք է միայն մարդկանց խոցել սիրո նետով։ Այո։ Ու դրանից հետո Ճիշտ է։ ամուր գրկել ու սիրել անվերջ։ Լիլի, որտեղ է գտնվում այն գաղտնիքը, որը վերաբերում է անկեղծ ընկերությանը։ Ինչ հիմքերի վրա կարելի է այն կառուցել եւ ինչպես կարելի է այն պահել։ Պարզ մարդ պետք է լինես, միտքդ ու հոգիդ, մաքուր պետք է լինես։ Ընկերությունը ճիշտ լինելու մասին չէ։ Ընկերությունը իրար թևութի կունք լինելու մասին է։ Այո։ Որովհետև ընկերդ կարող է սխալվել, բայց դու չես կարող թողնել ընկերոջդ։ Հակառակը պետք է օգնես, պետք է այնպես անես, որ իր կամքն էլ հերիքի, որպեսզի դուրս գա այդ վիճակից։ Ինձ համար դա է ընկերությունը։ Ճիշտ է։ Անհամաձայնություններ իհարկե լինում են ընկերների հետ, բայց դու գիտես, որ նա քո ընկերն է։ Ինչ արած, դու չես կարող թողնել։ Ինչպես չես կարող թողնել քո ծնողներին, հարազատներիդ։ Ճիշտ է։ Իսկ ավելի շատ սիրում եք խորհուրդներ տալ, թե վերցնել խորհուրդներ։ Երկուսն էլ, օրինակ մերին չասած մի կարևոր փաստ, որ ես շատ հաճախ եմ իրեն զանգահարում, որովհետև ինքը ինձ է դիմում խորհուրդներով, ես էլ իրեն, մեր սովորական զանգը հումորային հնչերանգ ունի, եւ ես միշտ զանգում եմ ու ասում եմ բշկուհի ջան, ինքը գիտի, որ ես պետք է հարց ու փորձ անեմ ու ոչ միայն ինձ համար, այլ նաեւ իմ շրջապատի մտերիմներիս, մյուս ընկերներիս համար, որոնք ունեն նյարդաբանական խնդիրներ, եւ մերին շատ հաճախ օգնում է իր խորհուրդներով մասնագիտական։ Այս իմաստով ես մերին շատ շնորհակալ եմ համբերատարության համար, որովհետև կարող ես չէ ասել, օրինակ զբաղված եմ լիլ կրճատի այդ ցանկը, որոնց համար զանգում ես։ Այո։ Այդ թվում նաև քեզ համար, բայց չէ, մերին շատ համբերատար է այս իմաստով, իսկական մասնագետ եւ օգնում է բոլորին։ Մերի ջան, ինչ կմաղթեք Լիլիին։ Ուզում եմ Լիլին միշտ երջանիկ լինի, իր դեմքին միշտ ճպիտ տեսնեմ, երբեք չտխրի, միշտ շրջապատված լինի իրեն սիրող մարդկանցով եւ իր բոլոր նպատակները իրականություն դառնան։ Շատ շնորհակալ եմ սիրելիս։ Մերի, շնորհակալ ենք ձեզ ձեր ներկայության համար։ Ուզում եմ, որ մոտ ապագայում ձեր երջանկության չափը ավելի մեծանա, որովհետեւ Աստծո պարգևած հրաշքը ձեր տուն է մտնելու։ Սեր եւ երջանկություն ձեր ընտանիքին եւ ձեզ շնորհակալություն ձեր ներկայության համար, որ ժամանակ գտաք ու եկաք միացաք։ Եվ իմ ծաղիկները ես կնվիրեմ մերին, քանի որ չգիտեին ով է լինելի հյուր։ Այսպիսի ջերմ հարաբերությունների մեջ են նրանք։ Շնորհակալություն։ Սելի հեռուստադիտող վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը Լիլի Հովերի հետ, այսօր իմ տաղավարում գեղեցկուհի Լիլի Հովերն է, սակայն մինչ կշարունակենք մեր զրույցը, ուզում եմ նշել, եթե դուք այս եթերը եւ առհասարակ մեր եթերները չեք հասցրել դիտել ATV հեռուստաընկերության եթերից, կարող եք մեզ գտնել նաեւ բոլոր on-line հարթակներում, այդ թվում նաեւ YouTube-յան մեր ալիքում։ Լիլի, շարունակենք մեր զրույցը եւ շարունակենք հայլել ձեր կյանքի ճանապարհներով։ Եղել են կյանքում դժվարություններ, եթե այո, ինչպես եք հաղթահարում այդ դժվարությունները։ Միշտ են լինում դժվարություններ, շատ սովորական եմ դրանց վերաբերվում։ Կյանքի ընթացքն է։ Կարևորը պետք է նախատրամադրվածությունը լավը լինի, դրական եւ ամեն ինչ լուծելի է։ Ես միշտ ասում եմ, միայն լուծելի չէ, երբ ֆիզիկապես մարդը չկա։ Մնացյալ բոլոր դեպքերում բոլոր հարցերը լուծելի են։ Ճիշտ է։ Հիմա մեր այս գաղտնի արկղում մի իր է թաքնված, Այո։ որը ձերն է, չզարմանաք։ Չեմ զարմանա, որովհետև ես շատ ուշադիր եմ իմ շուրջը ինչ է կատարվում եւ շարունակ հետևում էի քրոջը զվարքին, զգում էի, որ իմ դարակներում նա սովորություն չունի սովորաբար լինելու իմ դարակներում, բայց նկատում էի դարակներումս փնտրում է, փնտրտուքների մեջ է, ինչ-որ մի առարկա է ման գալիս, անընդհատ հարց ու փորձ էի անում, թե ինչ ես փնտրում իմ դարակներում, որովհետև չեմ սիրում, երբ բացում են իմ դարակները, ու հետո հասկացա, որ ձեզ է օգնում, լռեցի։ Մագա ջան, շնորհակալ ենք մեզ օգնելու համար, հիմա փորձենք, ես իրականում չեմ տեսել, թե ինչ կա այստեղ, ինձ համար էլ է այն հետաքրքիր եւ սա ինչ է։ Այո։ Ձերն են։ Իմ խաղալիքներն են, այո։ Այո։ Ինչ խաղալիքներ են, ով է նվիրել այս խաղալիքները։ Չեմ հիշում ով էր նվիրել, բայց դրանք
իմ սենյակում էին եւ հետո արդեն տեղ են գտել իմ դարակում խաղալիքներ շատ եմ սիրում, հատկապես եթե դրանք բնավորություն ունեն, իսկ սրանք ինչպես տեսնում եք ունեն։ Այդպես եմ ընտրում խաղալիքներին։ Անպայման դեմքը պետք է բնավորություն ունենա։ Մագայից բացի քույր եղբայր ունեք։ Եվս մեկ քույր ունենք, մեր ավագ քույրը Լուսինեն, նա ունի փոքրիկներ, Գայանեն եւ Ալեքսը, որոնց շատ սիրում եմ իմ զարմիկները։ Եվ նրանք էլ շատ պատրաստված լավ երեխաներ են, սեր են տալիս, սեր են ճարակում։ Իրենք գիտեն, որ առավոտը եթե մեր տանն է սկսվում, անպայման գրկախառնությամբ, համբույրներով, իրար կոմպլիմենտներով, ինչու ոչ, ոգևորում են։ Մենք իրենց, իրենք էլ մեզ։ Որտեղ են թաքնված կանացի երջանկության գաղտնիքները։ Երևի պիտի կրկնեմ միտքս, բայց սիրո մեջ, հոգատարության, ջերմության, այն սիրո, որը քեզ է փոխանցվում եւ որը դու ես տալիս։ Դա շատ կարեւոր է էներգիայի փոխանակումը, բայց ճիշտ էներգիայի, որը չարություն չի կրում իր մեջ։ Հետաքրքիր է։ Այո։ Լիլի սիրո բանաձևը ո՞րն է։ Անմնացորդ սերն է։ Ինձ համար։ Պետք է անմնացորդ սիրես, տրվես, որպեսզի կայանա այդ սերը։ Եթե որևէ մեկը պակաս է տրվում այդ զգացմունքին, դա ապրելու շանսեր չունի։ Ճիշտ է։ Ո՞րն է ձեր կարոտի անունը։ Տատիկիս եմ կարոտում։ Նա արդեն 3 տարի է ինչ ողջ չէ եւ նրան եմ ամենաշատը կարոտում։ Մեր մեծերը կարծես թե մեր օրհնությունը լինեն։ Այո։ Ես միշտ ասում եմ, երբ մեծերը հեռանում են, պակասում է օրհնությունը։ Բայց հավանաբար վերևից հետևում են մեզ եւ էլի օրհնում։ Այո։ Հիմա ավելի པարզ տեսնելով։ Ճիշտ է, համամիտ եմ։ Հուսամ միայն մխիթարանք չեն խոսքերս։ Իհարկե։ Հենց այդպես էլ կա։ Լիլի, հարազատ մարդուն կորցնելուց հետո, այս դեպքում տատիկի մասին խոսեցինք։ Ինչ ուժով ենք մենք փորձում ապրել ու գնալ առաջ, որն է այն ուժը, որը մեզ թևեր է տալիս, որ մենք շարունակենք նորից ապրել կյանքը։ Երևի նոր սերունդը, որը կա արդեն ընտանիքում։ Եթե նոր սերունդը չկա, ավելի անհետաքրքիր է կյանքը դառնում։ Բայց հիմա արդեն փորձում ես իրենց սիրով կոմպենսացվել։ Այլընտրանք չկա, որովհետև դրա հետ չես հաշտվում։ Ուղղակի գիտակցում ես, որ մեծացար հենց այդ պահին, ու սկսում ես այդպես ապրել նոր սերունդով, իրենցից փորձելով այդ էներգիան ստանալ ու տալ, որովհետև կյանքը շարունակվում է, մենք մարդկանց կորցնում ենք, բայց մենք պետք է շարունակենք ապրել։ Ճիշտ է։ Ավելի շատ սիրում եք լռությունը, թե աղմուկը կյանքի։ Երկուսն էլ սիրում եմ, բայց երբ ուզում եմ միայնանալ, մենակ մնալ, սիրում եմ լռությունը։ Վերջին շրջանում ուղեղս շատ ազատել եմ աղմուկից։ Իսկ հաճախ եք փակվում ինքներդ ձեր ներսում։ Հաճախ չէ, բայց սովորաբար գնում եմ քայլելու, եթե ուզում եմ մնալ ինքս ինձ հետ, իմ մտքերի հետ։ Երկար կիլոմետրեր կարող եմ կտրել, երբեմն կատակ եմ անում, ասում եմ, եթե շատ քայլեմ կմտնեմ ուրիշ երկիր, որովհետև չեմ զգում այդ տարածությունը։ Ես կարող եմ իմ մտքերի հետ քայլելով, միայնությունը չզգալով շատ երկար կիլոմետրեր հաղթահարել, եւ դա ինձ օգնում է։ Միտքս ազատում եմ անիմաստ տեղեկություններից։ Բայց լավ տարբերակ է, դեպի ես չէի մտածել այդ տարբերակի մասին։ Եթե ձեր կյանքի մասին գիրք գրեք, ինչ անվանում կտակ, ինչպես կկոչվի այդ գիրքը։ Չեմ մտածել այդ մասին։ Հենց հիմա փորձեմ մտածել, ինչ կլինի գրքի անունը։ Երևի սիրո երկինք։ Թող այդպես լինի։ Հետո ավելի երկար կմտածեմ ինչ կլինի։ Կյանքի գունապնակից որ գույներ եք ընտրեք, որ երկու գույներ եք ընտրեք եւ ինչու։
Կանաչը կընտրեմ, որովհետև ծաղկունքի գույնն է։ Կապույտը կընտրեմ։ Անտիցիկլոնային այդ իմ սիրած երկնքի գույնն է, բաց կապույտը։ Եվ եթե եւս մեկը ընտրեմ, սպիտակը կընտրեմ, կյանքի նոր էջերի համար։ Դուք ձեր տեսակով կյանքում պարզությունը, մաքրությունը, անկեղծությունը, սերը գնահատող եւ տարածող մարդ եք։ Միշտ փորձում եմ խնդիրները շուտ հաղթահարել։ Դա շատ ուժեղ Դա իմ բնավորությունն է։ Ես արդեն միշտ մտքով տեսնում եմ այն պահը, երբ ես հաղթահարել եմ այդ խնդիրը։ Ես ուսանողական տարիներին էլ էի այդպես։ Բոլորս տարապում էինք, պարապում էինք, խմբերով էինք պարապում, որպեսզի քննություն հանձնեինք։ Ես հենց այդ պահին, որ պարապում էինք, տանջվում էինք, ես մտածում էի, որ արդեն հանձնել ենք քննությունը, գերազանցը ստացել ենք եւ վայելում ենք որևէ սրճարանում այդ պահը, որ մենք ավարտել ենք այդ խնդիրը, լուծել ենք այն։ Հիմա իմ կյանքի վերաբերյալ էլ հենց այդպես եմ տրամադրված։ Եթե խնդիր է լինում, ես արդեն անցյալ ժամանակով եմ մտածում դրա մասին։ Պատկերացնում եմ այն պահը, որ հաղթահարված է, եւ ես արդեն հեռվից նայում եմ, որ ինչ լավ ստացվեց այս խնդրի լուծումը։ Լիլի, շնորհակալ եմ այսքան Ես եմ շատ անկեղծ, բաց զրույցի եւ խոստովանությունների համար։ Կան խոսքեր, որոնք չեք հասցրել ասել, որտեղ ժամանակը շտապել է, իսկ դուք ուշացել։ Ես չեմ հայտնվում այն տեղերում, որտեղ ես պետք է անկեղծ չլինեմ։ Ինձ դա կոմպլեքսավորում է եւ ես չեմ կարող չխոսել այն մասին, ինչը հոգիս է թելադրում։ Չեմ կարող ինքս ինձ կեղծել։ Դրա համար շատ մարդիկ ինձ հետ գուցե ներքին ընդվզումներ են ունենում, բայց ես շատ ուղիղ եմ։ Ես չունեմ ընկերներ, որոնց չեմ կարող ասել ճշմարտությունը։ Եվ հակառակը, չունեմ ընկերներ, որոնք ինձ չեն կարող ասել, այս հարցում դու թերացել ես, ուղի, վերանայիք ես, եւ ես պատրաստ եմ դրան։ Շնորհակալ եմ։ Անկեղծության մասին դա կարող եմ ասել։ Շնորհակալ եմ, Լիլի։ Եվ կամաց մոտենում ենք այն անանուն նամակին, որը ձեզ է ուղղված, եւ նամակը հենց մեզս կփոխանցեմ, որպեսզի դուք բացեք եւ բարձրացնեք։ Ես չգիտեմ Մագանը ասել է թե ոչ, բայց ես հուզական պահեր առհասարակ չեմ սիրում։ Չեմ սիրում կադրում հուզվել եւ եթե ինձ մնար, եթե հնարավորություն լիներ, կխնդրեի դուք կարդայիք, բայց ես կկարդամ։ Լավ, փորձենք։ Բարև հոգի, սիրելիս, երբեք չեմ գրել քեզ նամակ ու բարձրաձայն չեմ արտահայտել մեծ սերս ու զգացմունքներս դեպի քեզ։ Ցանկանում եմ միշտ հիշես ու իմանաս, որ միակն ես, երբ քեզ ինչ-որ բան ասելիս նախ մտքերս հավաքում, դասավորում եմ, նոր արտահայտում եւ դա դեռ շատ վաղուց։ Հետաքրքիր է։ Շատ եմ ուզում, որ իմանաս, ես ուրախանում եմ քո ամեն մի նոր ձեռքբերումով, որովհետև դու պրպտող տեսակ ես, իսկ եթե անգամ այս անարդար աշխարհում կլինեն սայթակումներ, սխալներ, ես միշտ քեզ հետ եմ ու լավ իմացիր, քո անգամ մեկ սխալը իմ սխալն է ու մարդը անսխալական չի լինում, հետաքրքիր է։ Բարի հրեշտակները չեն լինում միայն երկնքում, կան նաև մեր կողքին ու մեզ հետ, այո, ես համոզված եմ, դրա մասին խոսեցի արդեն, որ իմ ընկերները իմ հրեշտակներն են։ Դու բարի տեսակ ես ու շատ սիրված թե ընտանիքում, թե ընկերական շրջապատում, քո խորհուրդներով եւ քո տեսակով, Աստված միշտ քեզ հետ է ու քո կողքին, ու դու ունես մաքրամաքուր հավատք, շնորհակալ եմ, միշտ լինես առողջ, երջանիկ ու հայ կնոջ տեսակին նվիրյալ, թող կանացի երջանկություն ուղեկցի քեզ ամբողջ կյանքում, դու ամեն բարի խոսքի արժանի ես, համբուրում եմ։ Հեյ, երկնքի սիրահարներ, սա իմ սիրելի արտահայտությունն է, որը սովորաբար վիրտուալ հարթակներում եմ օգտագործում եւ այս արտահայտությունը արդեն բոլորին շատ ծանոթ է եւ սիրելի։ Գործընկերս է երևի գրել։
այ հե երկնքի սիրահարները ինձ շփոթության մեջ գցեց։ Այո։ Բայց մոտ միշտ գիտեք, նամակների մեջ լինում է եւ հուշող նախադասություն եւ շեղելու համար ինչ որ ընտրված որևէ միտք կամ նախադասություն, որովհետեւ ամիջապես չկռահեն մեր հյուրերը թե Չգիտեմ ով է գրել, բայց շատ լավ էր գրված։ Շատ շնորհակալ եմ այս բարի խոսքերի համար։ ձեր նամակի հեղինակը ձեր մայրն է։ Շատ շնորհակալ եմ մայրիկիս։ Մայրիկի խոսքերն են այդ թղթի վրա։ Այո։ Ու Չկռահեցի, բայց մայրս միշտ է շռայլում իր բարի խոսքերը եւ մոտիվացնում։ Տիկին ունե, շնորհակալ ենք գեղեցիկ խոսքերի համար, շնորհակալ ենք այն գեղեցիկ նամակի համար, որը որ դուք եք գրել եւ եկել ու հասել է մեր տաղավարը ու այն արդեն ձեր դստեր ձեռքերում է։ Անհասարակ շատ շնորհակալ եմ մայրիկիս։ Այո, միշտ պետք է մայրերին շնորհակալ Եվ լինել։ նրան նույնպես շնորհավորում եմ, այդպես նաև բոլոր հայ մայրերին, աշխարհի մայրերին, ուզում եմ երջանիկ տեսնել իրենց միշտ։ Անհոգ ամենակարևորը եւ առողջ։ Այո։ Սելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը։ Ժպտացեք, կյանքը վայելեք ամենաարևոտ եւ տաք տրամադրությամբ։ Թող չլինեն ձեր կյանքում փոթորիկներ, թող չլինեն անձրևոտ ու մռայլ եղանակներ։ Շնորհավոր ձեր տոնը։ Իսկ ձեզ, Լիլի, անչափ շնորհակալ ենք ձեր անկեղծ ներկայության, զրույցի եւ այս շքեղության համար, որը որ մենք առիթ ունեցանք վայելելու այս մի քանի րոպեների ընթացքում։ Ես էլ ձեզ շատ շնորհակալ եմ հոգատարության, ջերմության համար, բարի խոսքերի համար, որոնք դուք ուղղակի շռայլեցիք իմ հասցեին։ Ես շատ շնորհակալ եմ ձեզ։ Եվ Բարի վերջում երթ եմ մաղթում։ շնորհակալ եմ եւ վերջում ուզում եմ, որ անպայման ձեր ողջ կյանքի ընթացքում լինի ձեր հոգու եղանակը։ Շնորհակալ եմ Թող չլինեն քամիներ։ Շնորհակալ եմ։ Սելի հեռուստադիտող այսպիսին էր մեր շատ սելի Լիլի Հովերի կյանքի պատմությունը եւ խոստովանությունը։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ կլինի։ Իսկ մենք հանդիպենք հաջորդ շաբաթ։